Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ոստանիկ Սեթրակի Ադոյան, հենց ինքը Արշիլ Գորկին։ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանում 1904 թվականի ապրիլի 15-ին։ Նկարիչը նախնական կրթությունը ստացել է ծննդավայր Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և 3 քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ Հետագայում մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ։ 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 2 տարի անց տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1925 թվականին ոստանիկ Սեթրակի Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ Նկարչի ամենահայտնի կտավներից է Նկարիչն ու իր մայրը ստեղծագործությունը, որը Հայաստանում առավել հայտնի դարձավ Ատոմեգոյանի Արարատ ֆիլմից հետո։ Ներկայացվում է այս նկարի 2 տարբերակ, ինչն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը Գորկու կտավի հանդեպ։ Արշիլ Գորկու նկարիչը ու իր մայրը կտավի առաջին տարբերակը ներկայացված է Նյու Յորքի Ուիթնի թանգարանում։ Կտավի երկրորդ տարբերակը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Կտավի առաջին տարբերակում մայրն ավելի երիտասարդ է, իսկ երկրորդում ավելի ծեր։ Առաջին նկարում փոքրիկ ոստանիկի ոտքերը իրար շատ մոտ են, իսկ երկրորդում ուղիղ։ Այս կտավում Գորկին ամեն կերպ փորձել է խուսափել պատկերել մոր ձեռքերը։ Նկարում դրանք նման են խմորագնդերի։ Կտավում ներկայացված է Գորկու ցավն ու ծանր հիշողությունները։ Սակայն այս կտավի և մոր ձեռքերը չպատկերելու հետ կապված կա շրջանառվող նաև մեկ այլ վարկած։ Ասում են, որ Գորկին իր մոր հետ ունեցած միակ լուսանկարը կտավի վրա պատկերելուց հետո կարոտից այնքան է համբուրել ձեռքերը, որ մաքրվել է նկարի այդ հատվածը։ Նկարիչն աշխարհին էր ներկայացնում իր մորը, որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշ։ Արշիլ Գորկին բավականին մեծ աշխատանք է կատարում, պատվերով ստեղծելով Նյու Յորքի օդանավակայանի որմնանկարները։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում են։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում 4 պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ Արշիլ Գորկու մեծ սերը նկարչուհի Միշել Ուեսթը չի ամուսնանում նրա հետ, որպեսզի որպես նկարչուհի չմնա Գորկու ստվերում։ 1941 թվականին Գորկին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես վաճառքից 2 նկար է նվիրում Կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի, Կոնեկտիկուտ։ Պատրաստում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին։ Սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Կինը դստրերի հետ լքում է Գորկուն։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին, կյանքի 44-րդ տարում Գորկին ինքնասպան է լինում։ Արշիլ Գորկին թաղված է Շերմանի հյուսիսային 5 գերեզմանատանը։ Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի որպես ժամանակակից արվեստում սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորողի։ Արշիլ Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների, Վանա լճի կապույտի, Դեղնավուն ավազի, Ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ Արշիլ Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր թանգարաններում, նաև Լոնդոնի Թեյթ և Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։